Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ներկայացնում եմ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը ըստ էության մի հսկայածավալ փաթեթ է, ուղղված բարձրագույն կրթության և գիտության ոլորտում թերևս ամենակարևոր բարեփոխմանը և շատ կարևորում եմ, որ այսօր առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը ներկայացնելով արդեն հետևում ունենք հանրային լսումների ամբողջ շարք և մասնավորապես այս նույն դահլիճում ուրբաթ օրը ունեցանք հնարավորություն շատ մանրամասն քննարկելու նախատեսված բարեփոխումները, օրենսդրական կարգավորումները ևս մեկ անգամ լսելու տարբեր շահագրգիռ կողմերին և կարող եմ ասել, որ ունենք օրենսդրական մի փաթեթ, որը շատ մանրամասն քննարկված է, արտացոլում է ոլորտում առկա տարբեր շահեկիցների կարծիքներն ու դիրքորոշումները, քննարկված է և իհարկե տեղ ունի լավարկման, սակայն արդեն իսկ մեծ չափով հասցեագրում է այն բոլոր խնդիրները, որ ունենք։ Մենք նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ներկայումս ոլորտը կարգավորող և տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված 4 օրենքների փոխարեն կունենանք մեկ միասնական օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա պատշաճ մակարդակի կրթական ծառայություններ մատուցել, ապահովելով երկու հիմնական գործիքների՝ լիցենզավորման և հավատարմագրման արդյունավետ աշխատանքը։ Օրենսդրությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն, մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար, ներառելով անհատական պլանով և կամ ընտրական մոդուլներով ուսումը կազմակերպելու հնարավորությունը։ Օրենքում առանձին սահմանվում է ուսանողական համարժեք փորձառությունը իբրև հասկացություն և օրենքի ամենակարևոր առանցքներից մեկը ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայր, որի միջոցով ուսանողները կարողանալու են օգտվել տարբեր ծառայություններից ու ծրագրերից, իսկ բուհերը վարում են իրենց գործունեությունը, ինչը շատ կարևոր է ուսանողական ինքնակառավարման նոր մշակույթ է ներդրվելու բուհերում։ Սա մեր լրջագույն խնդիրներից էր, ուսանողական շահերը ներկայացնող մարմինները վաղուց վերածվել էին ինչի ասես, սակայն ոչ ուսանողների շահերը ներկայացնող մարմինների, դրանք երիտկուսակցական օղակներ էին, հիմնականում նաև կարիերա ապահովող կոնկրետ խմբերի համար, սակայն այս օրենսդրական փաթեթը հստակ ինստիտուցիոնալ գործիքակազմեր է նախատեսում ուսանողական մարմինների գոյության համար։ Նախատեսված է նաև ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որով պետությունը կկարողանա տարբեր թիրախային խմբերի համար իրականացնել աջակցություն և խրախուսման տարբեր ծրագրեր և ինչպես արդեն նշել ենք, մեր կառավարության հանձնառությունը, որ պատշաճ առաջադիմության արդյունքում և պատշաճ առաջադիմության պայմաններում որևէ ուսանող դուրս չի մնա ուսման վարձը չվճարելու պատճառով, դառնում է նաև այս կրթաթոշակային համակարգի միջոցով կոնկրետ իրականացվող գործունեություն։ Հատուկ կարգավորվում է համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն, գիտություն, շուկա կապի կարևորագույն ոլորտներից։ Ընդհանուր առմամբ մասնավորի ներգրավման և գիտելիքի առևտրայնացման առանձին և խոշոր գործիքներ են նախատեսված, որոնց ուղղված է նաև բարձրագույն կրթության և գիտության միասնական կարգավորումը, քանի որ հետազոտական գործունեությունն ըստ այդմ դառնում է նաև բուհերի շրջանում իրականացվելի։ Գիտության ոլորտում նախատեսում են խոշոր փոփոխություններ, մասնավորապես, ինչպես արդեն նշեցի, նախատեսում ենք, որ խոշորացված հետազոտական համալսարանների կառուցվածքում կգործեն գիտական կազմակերպություններ, որոնք կունենան ինքնակառավարման մեծ շրջանակ և իրենց հիմնական գործունեությանը զուգընթաց ներգրաված կլինեն նաև կրթական գործընթացներում իրենց վերաբերելի չափով։ Կարգավորվում են նաև մտավոր սեփականության հարցերը, որոնք առաջանում են հետազոտական աշխատանքների արդյունքում, շատ կարևորում եմ, որ էթիկայի մարմնի ձևավորման առանձին հանձնառություն կա, որը օրենքում առանձին շեշտադրում ունի, որով մենք թե կարողանալու ենք ապահովել ակադեմիական բարևարկության և ազնվության միջավայրի պահպանմանը և թե նաև, ինչը կարևոր է, կառավարման համակարգի բարեփոխումներն են ամբողջանալու, որով մասնավորապես կուսակցական անձանց և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հնարավորություն չի տրվելու ներգրավել խոշորացված բուհերի կառավարման մարմիններում
եւ ղեկավար պաշտոններում եւ էթիկայի կանոնակարգը, էթիկայի ստանդարտները գալու են ապահովելու նաեւ բուհերում կուսակցական եւ այլ տիպի գործունեության կամ քարոզի արգելքը։ Փոփոխությունները հսկայածավալ են, այս կարճ ժամանակամիջոցում դրանք բոլորը ներկայացնել չեմ կարողանա, սակայն հանգիստ եմ, որովհետեւ առիթ ունեցել ենք մանրամասն քննարկելու եւ հարցերի դեպքում պատրաստ եմ պատասխանել։ Շնորհակալություն։